Apple-ը պատահական չի դարձել աշխարհի ամենամեծ տեխ ընկերությունը։ Պատճառներից մեկը ու իմ կարծիքով ամենակարևորներից մեկը դա մի երևույթ է, մի բառ, որը իմ ալիքում շատ լսած կլինեք։ Էկոհամակարգ կամ էկոսիստեմա։ Ու հիմա կմտածեք, լավ, հո կենսաբանության դաշտ չի, ինչ էկոհամակարգ, ինչ էկոսիստեմա, էսի տեխնիկայի մասին ալիք է, բայց կասեմ, որ էկոհամակարգը արդեն շատ է տարածվում մեր այսօրվա տեխնիկայի աշխարհում։ Արդյոք լավ է թե վատ է դա, կիմանանք այս տեսոլովակում։ Վիդեոն նայում ենք մինչև վերջ, քանի որ այսօր խոսանք էկոհամակարգի կարևորության մասին, խոսքիմ տալի հետաքրքիր բաներ կիմանանք առավելությունների, թերությունների մասին ու ինչի են այսօրվա տեխ ընկերությունները փորձում ունենան իրենց մեծ էկոհամակարգը, բայց հələ որ ոնց որ մենակ Apple-ի մոտ է լավ ստացվում։ Ուզում եմ ի սկզբանե նշեմ, այս Apple-ի մասին վիդեո չի, Apple-ին ուղղակի որպես օրինակ եմ օգտագործում, քանի որ որպես այդպեսին լավ ու զարգացած էկոհամակարգ Apple-ը ունի, ուրիշ ընկերություններ էլ կան, բայց եկեք այսօր խոսանք Apple-ի մասին, քանի որ ավելի լավ ու ավելի վառ օրինակ է Apple-ը։ Okay, ամենակարևոր հարցը՝ ինչ է էկոհամակարգը տեխնիկայի աշխարհում ու ինչի քեզ պետք կգա։ Եթե պարզ լեզվով բացատրեմ, էկոհամակարգը դա այն հնարավորությունն է, եկեք ասենք, որը թույլ է տալիս տարբեր սարքերի հեշտ ու անխափան կապ հաստատեն իրար հետ, այսինքն տարբեր սարքերի կապը իրար մեջ, անխափան կապը իրար մեջ։ Ու որպես կանոն սա իր մեջ ներառում է մի ընկերության կողմից ստեղծված սարքերը։ Օրինակի համար Apple-ի պարագայում iPhone-ը, iPad-ը, MacBook-ը, Apple Watch-ը, AirPods-ը սա մի էկոհամակարգի մեջ գտնվող սարքերն են։ Եթե օգտագործել եք տարբեր Apple-ի սարքեր, կհասկանաք ինչի մասին եմ խոսում, իսկ ով չի օգտագործել, հիմա մի քանի օրինակ կբերեմ։ Ասենք երբ AirPods-երով ինչ որ բան եք լսում ձեր iPhone-ով ու հետո անցնում եք MacBook-ին, MacBook-ի վրա ինչ որ բան նայելու, ինչ որ բան լսելու, անհրաժեշտություն չկա AirPods-ը անջատեք iPhone-ից, միացնեք MacBook-ին, ինքը ավտոմատ շատ արագ, անխափան միանում է MacBook-ին, լսում եք ու հետո նույն ձև կարաք էլի անցնեք iPhone-ին կամ iPad-ին, կապ չունի։ Արագ է, հարմար է, շատ լավն է։ Կամ օրինակի համար վստահ եմ շատերիդ հետ պատահած կլինի, երբ iPhone-ի բրաուզերով ինչ որ բան եք նայում, հետո անհրաժեշտ է այդ Edge-ը ավելի մեծ էկրանի վրա նայեք, այս բaragայում ուղղակի MacBook-ի դոկում այդ ներքևի հատվածում հայտնում է browser-ը նշանը, որի վրա սեղմելով մենք շարունակում ենք Edge-ը հենց նույն տեղից։ Չեք պատկերացնի ինչ հարմար է ու ինչքան ժամանակ է խնայում։ Մինչև էս պետքա գնայր, լինքը copy անեիր, քեզ ինչ որ սոց հարթակով ուղարկեիր կամ mail-ով ուղարկեիր, ժամանակը տարեր ու ներվայնացնում էր, բայց հես հնարավորություն է, որ time saver, որ ասում են։ Կամ մի բան, որը երբ հայտնաբերեցի իմ համար, որ ամենալավ ֆունկցիաներից մեկն է դառել, որը ամեն օր օգտագործում եմ, այդ երբ օրինակ iPhone-ում կամ կապ չունի հենց iPhone-ը, կարող լինի iPad-ը, Mac-ը, ինչ որ բան ես copy անում, մյուս սարքի մեջ կարաս այդ բանը paste անես։ Օրինակի համար ինչ որ text ես տեսել iPhone-ում, copy ես անում, դնում ես MacBook-ում, կամ MacBook-ում ինչ որ text ես տեսել, ուզում ես copy անես, ուղարկես սոցհարտակներով ինչ որ մեկին, copy ես անում ու ուղղակի iPhone-ում paste ես անում։ Անկեղծ ահա որ հարմար ու ահա որ լավ բան է ապրի սրա ստեղծողը։ Արդյունքում ինչ ենք հասկանում, որ էկոհամակարգը ստեղծված է օգտագործողի հարմարության համար, օգտագործողի պրոդուկտիվությունը բարձրացնելու համար, ու հենց իմ օրինակով եմ ասում, ամեն օր ես այս ֆունկցիաները օգտագործում եմ, այն ֆունկցիաները, որը նշեցի, դրանք միակը չեն, կան շատ ուրիշ ֆունկցիաներ էկոհամակարգի մեջ, որոնք համենայն դեպս իմ պրոդուկտիվության վրա ահա որ դրական են ազդում։ Հիմա կասեմ մի բան, որը երևի թե պրոֆեսիոնալները ավելի լավ կհասկանան, ու դա այն է, որ էկոհամակարգը թույլ է տալիս ավելի ստեղծագործ լինես, հա, մնաս ստեղծագործական հունի մեջ, բայց միաժամանակ օգտագործելով տարբեր սարքեր, որ հասնես քո այդ ստեղծագործական նպատակին։ Հուսամ միտքս պարզ էր, բայց եթե չէ, եկեք մի հատ օրինակ բերեմ հենց ինձնից։ Վիդեոների համար տեքստ գրելուց շատ դեպքերում պետք է լինում ինչ որ նյութ նայեմ, ինչ որ նյութից ինչ որ բան copy անեմ ու հիմնականում ես դա անում եմ սմարթֆոնով, գնում եմ նյութը նայում եմ, copy եմ անում ու բերում եմ համակարգչի մեջ։ Հիմա կասեք, հա բայց լավ է, նույն բանը ավելի հեշտ կլիներ անել համակարգչով կամ սմարթֆոնով, բայց ինձ դա շատ ավելի շատ է օգնում պրոդուկտիվ լինել, քանի որ ես չեմ կտրվում տեքստից, տեքստը աչքերիս առաջ է, ուղղակի սմարթֆոնով արագ նայում եմ ինչ որ բան, copy եմ անում ու դնում եմ տեքստի մեջ։ Անկեղծ, իմ համար աշխատող եղանակ է։ Լավ, եկեք խոսենք էկոհամակարգի առավելությունների ու թերությունների մասին։ Առավելությունների մասին երևի թե մի քանի րոպե է խոսում էի, դրանք են առավելությունները, բայց եթե փորձեմ ամբողջացնեմ միտեղ, էկոհամակարգի առավելությունը դա սարքերը որպես մեկ ամբողջական համակարգ օգտագործելն է, որը ավելի է հեշտացնում
ամենօրյա կյանքդ։ Սարքերը հետ կապումը միմյանց նենց որ չտենաս չզգաս այդ կապը, բայց վայելես այդ կապը։ Իհարկե կարա թվա, հա թույն, իմ սարքերը իրար հետ անխափան աշխատում են։ Ինչ խնդրեմ կա, բայց խնդրի մասին նշեցի վիդեոյի սկզբից, որը ի սկզբանե, հա, կարա որպես խնդրեմ չթվա, բայց խնդրեմ է, ու դա այն է, որ էկոհամակարգը կա մի ընկերության ներսում, մի ընկերության սարքերի միջև ու այդ ընկերությունից դուրս այդ էկոհամակարգը չկա։ Օրինակ դու չես կարող iPhone-ը փոխարինես Pixel-ով ու էլի մնաս Apple-ի էկոհամակարգի մեջ, քանի որ Apple-ի էկոհամակարգում միակ սմարթֆոնը դա iPhone-ն է։ Ու այս նույն օրինակը գործում է մյուս սարքերի համար էլ, այսինքն չես կարող Apple Watch-ը փոխարինես ուրիշ ժամով ու մնաս էկոհամակարգի մեջ կամ MacBook-դ կամ AirPods-դ։ Ու հա, սա մեծ խնդիր է շատերի համար, քանի որ ասել թե iPhone-ը ամենալավ սմարթֆոնն է, սուտ կլինի, կան լիքը շատ լավ Android սմարթֆոններ։ Ու եթե ինչ-որ ֆունկցիա քեզ դուր եկե ինչ-որ Android սմարթֆոնում կամ ուղղակի տեսքը դուր եկե ինչ-որ Android սմարթֆոնի, ոնց որ չես կարա փոխես, ոնց որ Apple-ը քեզ հասկացնում է, որ եթե փոխես սմարթֆոնը դուրս ես մնալու էկոհամակարգից, ոնց որ կորցնելու ես այն բոլոր լավ հնարավորությունները, որ ունեիր iPhone-ի հետ, ոնց որ այն որ չեն ստիպում, բայց քեզ հասկացնում են, որ կարողա պետք չի։ Անգլերենում մի հատ հետաքրքիր արտահայտություն կա սրա հետ կապված, Apple-ի այգու պատերը, ու ոնց որ իրանք քեզ ասում են, եթե այս այգուց դուրս եկար, այնտեղ ամայի տարածք կա, չես վայելելու այգու բարիքները, ու ոնց որ ավելի լավ է մնա այս այգում։ Սա ընդհանուր էկոհամակարգի գաղափարն է, հա, էլի եմ ասում, Apple-ին որպես օրինակ եմ վերցնում, բայց մնացած ընկերություններն էլ եթե ունենան նույնն է լինելու։ Ասենք եթե Samsung-ը ունենար իր էկոհամակարգը, վստահ եմ, ունի, համենայն դեպս նես չի սենց տարածված, բայց էլի ունի իր էկոհամակարգը ու հաստատ նես չի iPhone-ը այդ էկոհամակարգի մաս կարա կազմի։ Ու իրականում ոչ մեկին էլ ձեր չի տալիս ու ձեռել չի տա ուրիշ սարք մտցնեն իրանց էկոհամակարգի մեջ, քանի որ ինչի, եթե դու կարաս օգտվես հենց այդ ընկերության սարքերից։ Ինչ ենք եզրակացնում, որ էկոհամակարգը լավ բան է, քանի որ թույլ է տալիս սարքերը իրար հետ անխոչնդոտ օգտագործես, վայելես այդ սարքերը իրար հետ, բայց միաժամանակ վատ բան է, քանի որ թույլ չի տալիս ուրիշ ընկերության սարքեր բերես այդ էկոհամակարգ։ Լավ, իմ վերջնական կարծիքը էկոհամակարգի մասին, էլի այս պարագայում կօգտագործեմ Apple-ը որպես օրինակ, բայց ուզում եմ ընդհանուր գաղափարը հասկանաք։ Բավականին դրական եմ վերաբերվում էկոհամակարգին, քանի որ անկեղծ համենայն դեպս ինձ ահավոր օգնում է ավելի պրոդուկտիվ լինեմ ու ամենօրյա իմ աշխատանքում ավելի արագ անեմ իմ գործը ու ավելի լավ անեմ իմ գործը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, շատ հետաքրքիր կլինի կարդալ, խոսք եմ տալի կկարդամ, կպատասխանեմ։ Ձեր այդ վաճեն էր, շնորհակալություն որ նայեցիք, եթե նայեցիք ու ձեզ դուր եկավ, եթե մինչև ստեղ նայեցիք, ձեզ դուր եկավ, ուրեմն դնում ենք լայք, բաժանորդագրվում ենք, սեղմում ենք այն զանգակի վրա, որ առաջինը հենց դուք տենաք իմ հետագայում դուրս եկող վիդեոները։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։